Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել 8 հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում բանտարկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ։ Նրանք մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, մինչ Վրաստանի կառավարությունը ընտրել էր խաղաղության պահպանման ուղին եւ հրաժարվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից, որոշ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման եւ վրացական ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Հայտարարել է գլխավոր դատախազը, պնդելով, թե ընդդիմադիրները կեղտեղեկություններ են տարածել, թե Վրաստանի օդային տարածքը օգտագործվում է Ռուսաստանին իրանական անօթոչու թռչող սարքեր մատակարարելու համար։ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել օգնելու Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ Զոհրան Մամդանիին հանուն քաղաքի բարգավաճման։ Տեսնենք, թե ինչ կանի կոմունիստը Նյու Յորքում։ Մենք ուզում ենք, որ Նյու Յորքը հաջողակ լինի։ Գուցե մենք նրանց մի փոքր օգնենք։ Ավելի վաղ Թրամփը Մամդանիի հաղթանակի դեպքում, որին նա կոմունիստ է անվանում, խոստացել էր դադարեցնել քաղաքի դաշնային ֆինանսավորումը, բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է հաջորդ տարի Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան այցելելու իր մտադրության մասին։ Ես անձամբ մտադիր եմ հաջորդ տարի այցելել բոլոր 5 երկրները, ասել է նա պետդեպարտամենտում ընդունելության ժամանակ։ Ամերիկյան բիզնեսները հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի այս երկրների շուկաներ մուտք գործելու ընդլայնմամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը նրան կընդունի ԱՄՆ նախագահը։